Ժողովուրդ օրաթերթը գրում է. Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում ձևավորված հակամարտությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ իշխող թիմի պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև դեռ երկար կձգվի, բայց արդեն այսօր ակնհայտ է Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվել է եւ նրա կողմնորոշումը թեքված է դեպի Ալեն Սիմոնյանի կողմ։ Ոչինչ որ Սիմոնյանը քաղաքացու վրա թքեց եւ միջադեպից հետո մնաց անպատիժ, ոչինչ որ ազգային ժողովի գնումները գրեթե բաց տեքստով կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, ոչինչ անգամ որ Սիմոնյանը բյուջեի հաշվին իրեն թույլ է տալիս ձեռք բերել 2.5 միլիոն դրամանոց ոսկե թզբեղ, ոչինչ որ ընկերների բուկմեկերական շահերն է առաջ բրդել։ Քանի որ հակառակ կողմում կանգնած է շիշ բռնող մականունով Հայկ Սարգսյանը, Փաշինյանի համար պատասխանը պարզ է՝ պետք է պաշտպանել թքող ԱԺ նախագահին։ Սա նաև այն պատճառով, որ Հայկ Սարգսյանի կողմից բարձրաձայնված կոռուպցիոն մեղադրանքները ինչ-որ չափով վերաբերելի է նաև իր աներորդի Հրաչյա Հակոբյանին, որովհետև վերջինս էլ նույնպիսի մտերմություն ունի բուկմեկերական ընկերությունների գերհարուստ սեփականատերերի հետ։ Նույն օրաթերթը նաև գրում է, որ Եվրոպական ուղղվածությամբ ուժերը արդեն սկսել են դիրքավորվել եւ վերադիրքավորվել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Գյումրիում գրած աղմկոտ պարտությունը, երբ Եվրադաշինքը 3 կուսակցությունների միասնական մասնակցությամբ չկարողացավ հաղթահարել շեմը եւ ավականու կազմում մնաց առանց մանդատի, նոր վերադասավորումների դուռ է բացել։ Դերակատարների առաջին շարքերում են իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ու Գարեգին Միսկարյանը, ովքեր արդեն հրապարակային կերպով հայտարարել են քաղաքականություն մտնելու մասին։ Նրանց քայլը դիտարկվում է որպես եվրոպական թևի թարմ ուժի ի հայտ գալ։ Ժողովուրդ օրաթերթը նաև գրում է Պաշտպանության նախարարությունը իդրավտեմ հարթակում շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսից կրճատել ու սահմանել 18 ամիս։ Ընդունվելու դեպքում փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 1-ից եւ չի տարածվի այն զինծառայողների վրա, ովքեր այդ պահին արդեն ծառայում են բանակում։ Նիկոլ Փաշինյանը փոխել է եկեղեցու եւ վեհափառի դեմ պայքարի մարտավարությունը, բացահայտ արշավը հոգեվորականներին վարկաբեկելն ու վիրավորելը արդյունք չտվեցին, վեհափառը հրաժարական չի տալիս, հիմա որոշել է եկեղեցին ներսից կազմաքանդել։ Որոշ տեղեկությունների համաձայն հոգեվորականների շրջանում իշխանականները փորձ են սկսել փորձում են պեղել Գարեգին բից դժգոհ հոգեվորականների, որ նրանց ձեռքով քանդեն մայրաթոռը։ Մեզ ասացին, որ անգամ փորձում են շահը գրգռել, դրամական աջակցություն են խոստանում բոլոր նրանց, ովքեր դեմ կգնան վեհափառին, կարող է կարգալույծ լինեն։ Ընդդիմադիր շրջանակները հերթական սոցիոլոգիական հետազոտությունն են պատվիրել, սակայն արդյունքները չեն հրապարակում, ասում են ներքին օգտագործման համար է, սակայն լրատվականին հաջողվել է որոշ ցուցանիշներ իմանալ։ Ըստ այդ հարցման Նիկոլ Փաշինյանն ունի կայուն 12%, որը պատրաստ է նրան ընտրել անգամ այն պարագայում, եթե թուրքերը գրավեն Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանին ոչ մի դեպքում չի ընտրի հարցվածների 60%-ը, կառավարության աշխատանքից դժգոհ է 75%-ը, ովքեր կարծում են, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում։ Հաջորդ տեղում ըստ անձնական ռեյտինգի Սամվել Կարապետյանն է մոտ 10%։ Սակայն երբ խոսքը գնում է Կարապետյանի ձևավորած քաղաքական ուժի մասին, այդ թիվը նվազում է։ Երրորդը Ռոբերտ Քոչարյանն է իր կայուն 6%-ով։ Մյուս հայտնի կուսակցությունները, այդ թվում ՀՀԿ-ն ու Բարգավաճ Հայաստանը, ունեն իրար շատ մոտ ռեյտինգ 1-ից 1.5%-ի շրջանակներում։ Այս եւ այլ մանրամասներին տեղեկանալու համար հետևեք Օրագիր Նյուզին։